Բաժանորդագրվեք տանիքում YouTube-յան ալիքին, որովհետև ձեզ սպասում են նորանոր հաղորդաշարեր, մենք սկսում ենք մեր երրորդ եթերաշրջանը։ Բայց մեր մոտ էլ է, չէ՞, հանդարտ։ Հիմա էս պահին Այս պահին մի քիչ առաջ չէ։ Հանդարտ։ Ինքը համենայն դեպս իմ համար երկու իմաստ ունի, եւ հանդարտ, Այո։ հանդ եւ արտ։ Այո։ Ոնց է եկել այդ գաղափարը, ինչի ամեն դեպքում բացօթյա, որովհետեւ ի սկզբանե թատրոնի սկիզբը դրվել է հենց բացօթյա, այսինքն առաջին անգամ Հունաստանում, երբ որ ներկայացումները խաղացել են, դա եղել է բացօթյա։ Նոր բան որպես այդպեսին չի, բայց իրականում յուրաքանչյուր նոր լավ բան, դա լավ մոռացված հինն է, ոնց որ ասում է։ Բայց ես չպատմեմ, ավելի ճիշտ կլինի, որ դուք պատմեք։ Ոնց եղավ, որ հանդարտ, քանի որ մեր թատրոնը հանդերում է, եւ նոր այդ տարածքը ձեռք ենք բերել ու արդեն հասկացանք միջ այդ տենց միտեղից միտեղ ենք բացօթյա վազվզում ու խաղում, հետո արդեն հասկացանք, որ հիմնավոր միտեղ է պետք։ Ցանկապատ ներկայացումը վիրախաղերի էին գնում, ինչքան հիշում եմ, Տավուշի մարզ Բերդ էին գնում։ Ու ես այս ոգերոված ասել երեխեք մի հատ անում եմ ուզում լինի, որ ինքը համ հանդը, համ արվեստը սենց մի բառի մեջ ձևավորված լինի, ով տենց անուն ասի $100 մաղարի չեմ տալիս, սենց կատակով մկոս սուփուս ասեց հանդարտ։ Չշտամ չեմ $100 չեմ տվել։ Հա, այդպես մնաց այդ պատմությունը ու այդ հանդարտ։ Էս սիրուն էր մկո։ Հա, հանդարտ։ Եվ հասկացանք հանդ եւ պայտակ եկավ էլի։ Ճիշտ ժամանակին։ Ստեղծվեց հանդարտ եւ ավելին իրականում շատ հանդարտ խաղաղ, այսպես բարձր սարերի մեջ եւ ու բառից ուղի բաստով եւ հանդի եւ արտի արվեստի իմաստներով շատ համընկնում է։ Հիշում ես առաջին ներկայացումը այդ հանդարտով այդ անվանումով ապրում ենք բոլորս հանդարտ ու առաջին ներկայացումը ցանկապատը խաղում ենք, ահա որ քամի կեսից սկսվեց, պարզապես ոչ մի բան չէր երևում, ոչինչ չէր երևում, պես այլայլված դեմքերով հանդիսատես, մենք ինչ որ ահա որ նյարդային վիճակում, ուզում եմ ասել, այդպես բացումը այդպես են կարել, բայց դրանից հետո մաքսիմում մեկ անձրևներ են տեղում, բայց հետո որ եկան քաղաք, պարզպես քաղաքում ծառեր էին շուռեք է, բան ասեց։ Հա, դե հնարավոր չէ, ճանապարհին ամբողջ ճանապարհը ինչ որ ջարդված մեքենաներ ծառեր էին շուռեկած։ Հա, բայց հետո արդեն ընկավ հունի մեջ։ Ներկայացման մի հատ հատված կա։ Այնտեղ տենց դրամատիկ կտոր է, թուրքերն են գալի փախնում են այսպես, ու հենց այդ ժամանակ քամին սկսվեց, ու մեր հետևը դեզ է, ու այդ քամին այդ դեզը վերցրեց ու հանդիսատեսի վրա։ Սա խոտ, մառախուղ, փոշի, քամի, մի տպավորություններ ոնց որ էտել բեմադրություններ։ Բայց հետաքրքիր է որ հանդիսատեսը վերջում մոտենում է, ասեն ոչինչ բան չենք անում, շատեր լինում Սալմոսավանքում, երբ որ խաղում էին, ահա որ կամիներ են այդտեղ ձորից բարձրանում են ու գալիս էին, պարզապես ոչինչ չէր լսվում, ինչ ուզում ես արա։ Բարձր խոսում էին բան ու այդ հետևի նստած հանդիսատեսը հետևի շարքերում մոտենում էին, ասում են վայ, հուզված կարմիր աչքերով ոչինչ չէինք լսում, բայց այնքան հաճելի էր, այնքան լավ էր։ Բայց այդ տեսարանները բան գեղեցիկ շատ տպավորիչ էին իրենց համար։ Մենք այսօր բնականաբար շատ ենք խոսելու հանդարտի մասին, ընդհանրապես ալտերնատիվ թատրոնի մասին, որովհետև դուք հիմա հենց այս բանին գտնում եք ալտերնատիվ թատրոններից մեկում եւ կարծում եմ որ առաջիններից մեկն էր նոր ձևաչափ, բայց այս ամեն ինչի մասին խոսենք մի փոքր ավելի ուշ։ Հիմա ուզում եմ քո հետ ավելի շատ խոսեմ, Մկրտիչ, որովհետև դուք երկուսդ էլ իդեպ այն եզակի մարդկանցից եք, ովքեր ժանրային փոփոխություն արեցին իրենց կյանքում ու ոչ թե գնացին դեպի կոմերցիա ու դեպի կոմեդիա, այլ հակառակը կոմեդիայից եկան դեպի դրամա ու ձեր անցումն էլ շատ սպասված էր, բայց նաև անսպասելի էր, որովհետև արդեն կար բոլորին հայտնի կերպարը Մկոն
ու դուք տեղափոխվեցիք թատրոն։ Իդեպ այն եզակի մարդկանցից, ովքեր ստացավ պրոֆեսիոնալ կրթություն եւ դրսում։ Ձեզ համար այդ անցումները որոշակի դժվարություններ չեն ենթադրել, որովհետեւ ամենաառաջինը դու ձեզ պետք է ապացուցեիք, որ դուք լրիվ այն մարդեք եւ այլ հնարավորությունների դեր արդեն մեծ բոլորից։ Դե հեշտ ոչինչ չի լինում։ Իմ կյանքում ես չեմ հիշում ինչ որ դրվագ, որը հեշտ ինչ որ բան է տրվել։ Մեր կյանքում կարծում եմ հիմա Տիգրանը առանձին ինչ որ չգիտեմ, ես չեմ պատկերացնում, մասշտաբները անընդհատ վախեցնում են էլի ու գնալով այդ ռեպերտուարի մասին մտածելով, դե բոլորս էլ ես էլ օրինակ ինչ որ միտք եմ ունենում, ասում եմ, կիսվում ենք իրար հետ անընդհատ, որը լավ կլինի, որովհետև գեր ծանր, չգիտեմ, գերխնդիրը այն է, որ այդ ամեն ինչում, այդ նույն այդ տեսարանում ստանաս այլ ներկայացում։ Այդ թատրոն չէ սովորական, որ ասենք պատերը կան, դու մի օր խաղում ես օրինակ 15-րդ դարի թեմայով ներկայացում, ժամանակակից ինչ որ գործ ես որոշում անել, ու այդ պատերը պարզապես փոխում ես, հագուստը փոխում ես, չէ, այստեղ գերխնդիրը այլ է։ Թռա մի քիչ այդ հարցից ձեր, հիմա վերադառնում։ Դե իմ համար ինձ համար դա գերխնդիր է, անընդհատ ինչ որ ստերեոտիպներ կոտրելը, այսինքն դա իմ ազարտն է։ Ես խաղացող չեմ, ես չեմ սիրում խաղալ, երբեք չեմ խաղացել, իմ ազարտն էլ դա է, որ անընդհատ ինչ որ մի բան անեմ, որը որ թվում էր ինձ, որ չէի կարողանա։ Ու այդ տեղափոխությունը շատ ես հասկանում եի, որ շատերը նեղվելու են դրանից, որ իրենց սիրված կերպարը, ում որ անընդհատ տեսել են այդ ժանրում ինչ որ այլ ուղղություն է ընտրում, բայց ես այդ պահին ասացի, որ սա է ճիշտը ինձ համար նախ առաջին հերթին, շատ ճիշտ նկատեցիք, առաջինը քեզ դու ինքդ պիտի համոզես, կարողանաս համոզիչ լինել, ու հետո արդեն այն հանդիսատեսին, ով ինձ իսկապես վստահում է ու իմ հերթական քայլը իր համար հետաքրքիր է։ Բնականաբար ընթացքում օրինակ առաջին ներկայացումը Հյուսիսային պողոտայի բանտարկյալն էր, հրաշալի ներկայացում, իմ ամենասիրելի ներկայացումներից մեկն է, եթե ոչ ամենասիրելին, չեմ վախենա դա ասել, չգիտեմ ինչի հետ կապը, երևի առաջինն էր, դրա համար այդ մեծ պատասխանատվությունը ու հրաշալի պարզապես պատմություն էր, եւ երբ որ դա արեցինք, շատերը այսպես հուզվում ու ասում են, սա ինչ էր, սա նոր բան էր, ու նաև մարդիկ կային, որ ասում են, այս ինչ էր, մենք 7.5 ենք տեսել, no comment ենք տեսել, դեռ այդ սկեչային այդ լոգիկան չկա, ու մի խոսքով, բայց դա ինձ համար գերկարևոր գերխնդիր էր ու ես գնացի այդ ճանապարհով, ինչ էլ որ լինի, կորցնելով այդ ճանապարհին, հա, ինչու՞ չէ, նաև կոմերցիոն այդ բավականին մեծ ինչ որ զանգված, ովքեր ինձ սպասում էին տեսնել այդ ժանրում։ Չէ, անընդհատ սովորելն էլ կարծում եմ, որ յուրաքանչյուրս ձգտում է իր աշխատանքում, իր գործում լավագույնը լինել, լավ բաներ անել, նոր լինել, հետաքրքիր լինել հանդիսատեսին, այնպես որ պետք է անընդհատ սովորենք, անընդհատ իրարից սովորենք, ուշադիր լինենք, լավ բաներ վերցնենք, չգիտեմ, կարծում եմ, որ այդպիսի տարիք չկա, որ դադարես սովորել, մանավանդ մեր աշխատանքում, երբ որ յուրաքանչյուր այդ ինչ որ մի քանի տարուց լրիվ այլ զգացողություններ ես ունենում, քեզ այլ տիպի են սկսում ընկալել, ինչ որ բան դատարկվում է քո մեջից, պետք է անընդհատ լրացնես, որ կարողանաս ապահովել հաջորդ տարիներդ, անընդհատ աշխատելու, հետաքրքրվելու տեղ կա։ Միջայլոց օգտվելով ընկերոջս ոգևորված եմ շատ մկոից ու մի քանի բան ասեմ, այն եզակի մտածող արտիստներից մեկն է, որը դերասան բառը, արտիստ բառը, ստեղծագործող բառը ուղղակի բառ չի ընկալում կամ պահի ժամանակի հրամայականի մեջ, թե իրան է սա պետք, իրան սենց են ճանաչում, անսահման աշխատասեր ու նաև որակների
Այո, դերասանը ով ասաց, որ պիտի դերասանը լինի միայն այս ժանրի մարդ, ստեղծագործող։ Սա արդեն լինում է կոնկրետ Հակով կարած շորի մասին։ Դերասանը այն անհատն է, այն ստեղծագործողն է, որը կերպար է ստեղծում։ Ու ինձ համար էլ շատ զարմանալի էր, երբ որ մկոն բոլորիս հայտնի ստեղծած մեր ֆոլկլորային կերպարների, ժողովրդական կերպարների ֆոնի վրա ու մեկ էլ տեսնում ես գալիս է այլ կերպարի, այլ մարդու, եվրոպական մարդու, այլ մտածողության ու ոնց դու ուզում ես չհասկանաս, չհավատաս, դու ուրիշ բան ես ակնկալել, ինչքան տեսել եմ դասական ներկայացումների, ակադեմիական ներկայացումների մեջ, ու հետո տեսա թե մկոն ոնց այս ամենի մեջ ոչ միայն ինքը դրեց խնդիրի առաջ, որ այս հայտը ներկայացնի եւ այսպես առաջ գա, այլ նաեւ ոնց այսպես մեծ էներգիայով դալիճը վերցրեց հենց այդ կերպարով ու մտածում եմ եթե ես մկոին չճանաչեի ու առաջի անգամ հիմա տեսնեի իրան ու ես չէի հավատա որ ինքը մեկը պետք է խաղար կամ այն դերերն էր խաղացել որովհետեւ սրա մեջ է շատ ազնիվ Դե կարծում եմ պետք է անընդհատ դրա մասին մտածենք դերասանի գործը դա ազնիվ լինել կերպարի հետ հա որովհետեւ շատերը կան չէ որ այդ բանը սովորական բաներ ունեն չէ իրենց այսինքն ինչպես որ ընկալում են հանդիսատեսեն սիրելի ֆինտեր ունեն չէ հնարքներ հա որը որ անընդհատ օգտագործում են կապ չունի ինքը ինչ կերպար է խաղում ինքը նույն կերպով այդ նույն բանով կծիծաղի կամ ինչ որ կզարմանա կամ այն ֆիշկաները որ անընդհատ օգտագործում են եւ ֆիլմերում եւ թատրոնում ճիշտ է կան մարդիկ ովքեր այդպես տարիներ շարունակ 50 տարի կարող է զբաղվել 60 տարի ու նույն ֆիշկաներով առաջ գնա բայց չգիտեմ ինձ համար դա կարող եմ ասել որ անհարմար ամաչում եմ ու անընդհատ դրա մասին եմ մտածում թե ինչպես կարելի է անել որ ու նաև վտանգավոր է որ շատ ես խաղացել արդեն ու ինչքան խորանում ես այս աշխատանքի մեջ այնքան դժվարանում է հաջորդը որովհետև եթե առաջ այդ սկեչերի մեջ ինչ որ խաղում էր օրը 3 հատ սկեչ էինք նկարահանում լավագույն դեպքում 3 տարբեր կերպար դու այդ չէիր մտածում որ հիմա չէ պետք է անենք ուրեմն հիմա ոստիկան ենք, հետո բակային ինչ-որ կերպար, հետո ուսուցիչ։ Ստիպված պետք է աներ, որովհետև եթեր կա, պետք է հասցնենք։ Բայց հիմա երբ որ այդ բաները կերպարները պետք է խաղաս, ինչ-որ առաջարկ է լինում կամ դու ես որոշում ինչ-որ ներկայացում անել, ահավոր բարդ է դառնում, որովհետև արդեն այդ կերպ ես մոտենում, 1000 հարց կա, կերպարի հետ կապված, խորասուզվել այդ ամենի մեջ, պատմության մեջ, ժամանակի մեջ, թե ինչ ժամանակում է այդ ամենը տեղի ունեցել։ Մի խոսքով, ըստ արդեն մոտենում ես այլ կերպով ու փորձում ես խորասուզվել լիարժեք այդ կերպարի մեջ, որ լինես համոզիչ ու հետաքրքիր։ Ես ցավոք այսօր մեր իրականության մեջ թատերական արվեստի դերասանական գործի իմ ընկերների, ես իհարկե ոչ բոլորին եմ ասում, բայց նաև կա այդ փաստը, շատ նկատում եմ, երբ որ մարդիկ սովորում են խաղալ իրենց խաղալ այն ինչ որ մի բան արել են եւ դա անդադ վերարտադրել տարբեր բաների մեջ եւ հիմնվում են զուտ տված Աստծո շնորհի ու իրանց այդ հնարավորությունների վերարտադրման բայց դերասանի գործը ըստ ինձ ամենակարևորը խորը ինտելեկտուալ վերլուծության գործը դերասանը մարդը ստեղծում բեմի վրա մարդաստեղծությունը դու մարդ ես ստեղծում, դու կերպար ես ստեղծում բեմի վրա հարաբերությունների մեջ եւ այդ մարդը ունի հուզական աշխարհ, իր ապրումները, իր ձգտումները, իր կորուստները, իր անկալումները եւ դու ես կերպարանավորում այն կերպարին ինչը որ հեղինակը տվել է եւ փոխանցում քո միջոցով հանդիսատեսին ու հանդիսատեսը դա պետք է հավատա։ Եվ շատ դեպքերում դերասանների մեր ընկերների մեջ տեսնում եմ որ ամեն ինչ կա բացի այն որ ինքը վերլուծել է տեքստը բանը կերպարին դերասանը կերպարին ճակատագիր ստեղծի, անցյալ ստեղծի, մի քանի սերունդ գնա, փոխհարաբերությունները, ձգտումները, անկալումները, ուզումներն ու չուզումները, այս ամբողջը քո հետ պետքա բերես ու այդ առումով էի ասում, որ Մկրտիչ Արզումանյանի մոտ նախ տեքստին, առաջինը տեքստի հետ աշխատելը, վերաբերմունքը
ու մենք երբ որ աշխատում ենք եւ ես տեսնում եմ ոնց է ինքը իրան անընդհատ ժխտում գտնում ա ասում չէ ես չի կարա սենց լինի որովհետեւ ես սենց չի մի րոպե ես բա որ սենց լիներ բա ուրա սրա տրամաբանությունը կերպարա որը այդքանով վերջացել է խորանում է գտնում է Դե կարծում եմ հենց այդ process-ն է ավելի չէ հետաքրքիր կարծում եմ այդ ստեղծման process-ը ավելի հետաքրքիր է քան արդեն արդյունքը որ խաղում ես որովհետև հաճախ փորձերը ավելի այդ ինչ որ պիտի ծնվի այդ ինչ որ ստեղծում է այդ փորձերի ընթացքում է իսկ արդյունքը արդեն խաղում ես գնում ես արդեն քո գործերով վերջանում է այդ հեքիաթը էլի իսկ այդ ընթացքը այդ ստեղծելը ինչպես պետք է մոտենաս մյուսի հետ ինչ մյուսի ամեն այսինքն ում հետ միայն քո կերպարը չէ պետք է նաև հասկանաս խորասուզվես ընդհանուր պատմության մեջ դիմացինի պատմության մեջ ընդհանուր անգիր պետք է իմանաս ամբողջ ներկայացումը կարծում եմ այդպես է ճիշտ անել ու ինչ որ հեծանիվ չեմ հիմա բանանում հորինում պարզապես կամ պիտի անես գործը նորմալ կամ ավելի լավ է այս գործին չկպնես որովհետև սա հոգեբանություն է գործ ունես մարդկանց հետ ու մարդկանց հնարավորություն ունես ինչ որ մի թեմայով կիսվելու, հասնելու ու ինչքան ճանաչված ես, ինչքան սիրված ես, ավելի գրկաբաց են քեզ ընդունում, այսինքն նաև պետք է շատ զգույշ լինես, այո, իհարկե, շատ կարևոր է դա ու անընդհատ դրա մասին մտածել, ինչ ես մատուցում, ինչ ես փոխանցում։ Տիգրան ձեր խոսքում շատ ճիշտ բան նշեցիք, որ դերասանները կարծրանում են ու դա չեմ կարծում միայն դերասանների մտավորությունը, որովհետև հանրությունը նկարահանող խումբը, պրոդյուսերները, ռեժիսորները սկսում են դերասանին ընկալել տվյալ բանով ու շատ մեծ ցավ է ինձ համար, որ սկսում են կանչել այն դերասաններին, ովքեր ինչ որ բան արել են կամ մոտավորապես համապատասխանով կերպար ու կանչում են ասում դե թող գա ինքը էս նկարվի։ Դուք նաև մասնագիտությամբ ռեժիսոր եք, եթե չեմ սխալվում, ու նաև շատ երկար ժամանակ զբաղվում եք դերասանական արվեստով։ Դուք էլ բախվել եք այդ խնդրին, որովհետև տարբեր դերակատարումներ տեսել եմ ու մի պահ եկավ, դուք սկսեցիք էլ չլինել էկրաններին։ Սկսեցին անընդհատ կամ վարորդ կամ ախրանիկ կամ ինչ որ sense մի բանում լավ է եղել բանում չէ մեր փախել ամուսնացի Փախիր կամ ամուսնացիը, բայց այդ բոլորը վարորդ ախրանիկ էին։ Ամենա իմ սիրելի ախրանիկի կերպարները, որը շատ լավ է ստացվում։ Գիտեք, ես չեմ մեղադրում մարդիկ դրա մեջ հաջողություն են տեսել, դա ուզում են վերարտադրեն իրենց պրոդուկտի մեջ, իրենց գործի մեջ, որ մտածելով դա է գաղտնիքը, բայց ավելի շատ ինձ պակաս էր հոգևոր կամ իմ ասելիքը, իմ ներսի ասելիքը, թե որպես ռեժիսոր, թե որպես նաև թույլ տվեք մի փոքր sense անամես գտնվեմ, որպես սցենարիստ կամ դրամատուրգ, այսպես, որտեվ մեր ներկայացումները հիմնականում ես եմ գրում, իսկ դրամատուրգիան հիմքն է ամբողջ այդ հարմոնիայի ներկայացման, հա, երաժշտությունից մինչև հանդիսատեսի վերջի ծափը, այս դրամատուրգիան է հիմքը, ասելիքը տեղ հասնելու, դերասանի միջոցով մի խոսքով էս բեմադրությամբ, այստեղ կուտակումներ կար, որտեղ բաներ էի ուզում ասեի եւ հրաշալի միջավայր է թատրոնը քո ներսի միտինգը անելու։ Այո։ Մեր միտինգի վայրը։ Ու այս դեպքում հրավիրում ես հանդիսատեսին, քո հանրությունն է գալի, վճարում է այդ միտինգի մասնակից լինելու համար։ Աննախադեպ բան։ Վճարում է այդ միտինգի ներկա լինելու համար եւ տեղի ունենում այդ երկխոսությունը։ Բայց կարևոր է այստեղ, որ այս նույն հանդիսատեսը ուզում է նորից վճարի, որովհետև թատրոնի ամբողջ ըստ ինձ ուղղությունից իմաստը թատրական արվեստը այն արվեստներից է, որը կենթանի արվեստ է, ժամանակագրություն չի սիրում, նկարը պատմություններով կմնա, ֆիլմը կմնա, քանդակը կմնա, թատրոնը հենց այդ կենթանի արվեստն է եւ թատրոնը գալիս է հենց այդ պահին հասարակության հարցերը շոշափելու, հասարակության հետ, հանրության հետ, հանդիսատեսի հետ երկխոսություն ունենալու։ Երբ որ դու կտրվում ես, դու այլ բանի մասին ես խոսում, բայց քո հանդիսատեսը պատրաստ չի լսելու քո այլ բանը,
իր ներսում ուրիշ փոթորիկներ է, իր ներսում ուրիշ խնդիրներ է, ուրիշ հուզմունքներ է, ուրիշ ուզումներ ու չուզումներ է, ու դու ուրիշ բանից ես խոսում, ինչքան էլ բարձր բաներից, այստեղ մի տեսակ խորթ բան է ստացվում։ Երբ որ դու դառնում ես իրանցից մեկը, բեմից, բայց իրանցից մեկը, ինչ որ ինքը կուզենար լսել, եւ դա գեղարվեստական լեզվով լսել, եւ դա մշակութային լեզվով լսել, էսթետիկայի լեզվով լսել, այստեղ տեղի ունենում այդ երկխոսությունը։ Եվ այդ առումով իսկապես մի վակուումային դաշտ էր ստեղծվել, որտեղ ուզում էի, որ անպայման իմ խոսքը հնչեցնել այս ձևի մեջ։ Եվ վերջո մանավանդ արվեստի մարդիկ, մշակույթի մարդիկ, այն երիտասարդները, ովքեր ուզում են մտնել այս ասպարեզ, ոգևորված, որ պետք է գնան, այս շատ, խնդրեմ շատ ուշադիր լինել, որովհետև սա մի տեղ է, որտեղ դու պետք է գնահատես քեզ թաքուն, մենակ, ոչ մեկին չլսես, արդյոք դու այն Աստծո տված մյուս շնորհքների տեր մարդն ես, այն որ դու կարող ես այս հայտը ներկայացնել եւ մտնել այս ասպարեզ։ Հակառակ դեպքում միջակությունը շատ կարճ է ապրում ու ինքը շպրտում է ու դու գալիս ես մի տարիք կարճ ու դու հասկանում ես, բա դու ով ես։ Ու ափսոսում ես ու սկսում ես հասկանալ, որ կործանեցիր մի ճակատագիր։ Երբ որ դու ճիշտ գնահատական ես տալի, գտնում ես, թե դու ով ես, դու ինչին կարող ես, ինչ ունակությունների տեր ես, ազնիվ լինելով, չխաբելով, երբեք չմտածելով, որ դու լավ երգիչ ես, չլինելով երգիչ, կամ դու ես, եւ գնալ այդ ճանապարհով, դու ինչն ես լավ անում, դու ինչը կարող ես լավ անել, այնչի վրա աշխատես, որ դու դա լավ կարող ես անել, գտնել քո մեջ այն, ինձ թվում է յուրաքանչյուր մարդ ունի իր ներսում մի բան, որը հատուկ է ինքը կարող է լավ անել, պարզապես պետք է ուշադրություն դարձնի ու այսպես անընդհատ հղկի դա ու ինքը անպայման կունենա հաջողություն ցանկացած ասպարեզում, դա կլինի կենցաղ թե արվեստի բարձր գործում, եթե ինքը գտնի, որ դա լավ է անում ու աշխատի, անպայման հաջողություն է ունենալու ու ես էլ այդ ճանապարհով անցնելուց վայրը վերումներ, տարբեր Սունդուկյան թատրոնի բեմից միջև հանդարտ, հանդիսավարություն, հարսանեկան ընկերություն, սերիալներ, ֆիլմեր եւ էս մի բան խանգարում էր ինձ, անում էի անելու համար։ Դրա մեջ փորձում էի անել ինչքան հնարավորությունը շնորհքս հերիքում էր լավ, բայց ես ներսից բավարարված չէի։ Բավարարված էին ինձ հրավիրողները։ Բարեկամներ, դուք այս բանին գտնվում եք մի կառույցում, որը մոտ 1 շաբաթ առաջ նշում էր իր 10-ամյակը։ Թատրոն տանիքում արդեն 10 տարեկան է, եւ մենք կարծես թե մի ընտանիքի անդամներ ենք, այսինքն այլընտրանքային թատրոնի ներկայացուցիչներս, եւ ես սիրով ուզում եմ ձեզ հանձնել մեր ներկայացումների համար նախատեսված հրավիրատոմսեր եւ ակնկալելով ձեր պարտադիր ներկայությունը, խնդրում եմ հենց հիմա խոստացեք, որ կգտնեք ազատ ժամանակ եւ կգաք ներկայացման, այդտեղ որևէ օր նշված չէ, այսինքն ով եք գալ այն ժամանակ, երբ ձեզ հարմար է եւ ամենակարևորը ունենանք ներկայացում։ Իհարկե վատուկ ձեզ համար կարող ենք կազմակերպել, բայց լավ կլինի, որ ընթացիկ ներկայացման գաք ու խոսելով այլընտրանքային թատրոնի մասին, կա առաջի կարծրատիպը։ Լավ, հավաքվում են ինչ-որ էնտուզիաստներ, գտնում են ինչ-որ հարթակ ու սկսում են այդտեղ ռեալիզացվել, բայց դրա հակառակ կողմում եւ այսբերգի չերևացող հատվածում կան ահռելի խնդիրներ, այստեղ կարելի է մտածել, որ դե լավ Տիգրանի բախտը բերել է ենթադրենք Մկրտիչ Արզումանյանին, առաջարկը արվել Մկրտիչը, համաձայնել է այդտեղ կայացավ ինչ-որ մի բան, բայց ամեն ինչ այդքան հեշտ չի տրվում, խնդրում եմ հսկայական կազմակերպչական նախ ուզում եմ նշել, որ այդ ամեն ինչը ձեռնարկել, այդ ամեն ինչը ստեղծել է, ես չգիտեմ ինչի հետ համեմատեմ, գեր ծանր աշխատանք է, եւ կազմակերպես, եւ մտածես նյութ, սցենար գրես, նյութը ընտրես, մտածում ենք ով կմասնակցի, այդ այնքան փշոտ ու բարդ ճանապարհ է, նույնիսկ անիրագործելի սկզբից թվում է, բայց Տիգրանին հաջողվեց դա անել, նույնիսկ տարբերակ կար, որ միասին, չէ,
բանը առաջարկեց, որ միասին այդ ամենը անենք կազմակերպչական, բայց ես քանի որ բազմաթիվ փորձեր ունեմ ու մի քիչ վախենում եմ ընկերոջ հետ ֆինանսական ինչ-որ բաների մեջ մտնելուց, ասեցի ուզում եմ որ մնանք ընկերներ, էլի։ Հա, բայց ամբողջ իրական ասում եմ Մկոյի թատրոնը։ Մկոյի բան չէ, ինչ էին ասում, չափառ, նա զանգեցի մի օր ասեցին բարև ձեզ, բարև Մկոյի չափառի տոմսեր ունեք։ Դա տարբեր հանդիսատեսը շատ տարբեր է լինում։ Ես ուզում եմ ասել, որ այս ծանր աշխատանքը, որը հիմա կարծում եմ շատ հրաշալի ժամանակահատված է հանդարտի համար, որը անընդհատ ծաղկում է, անընդհատ ավելանում է եւ ներկայացումներով եւ շինություններ են ավելանում, հարմարավետ է դարձել։ Առաջ գնում ենք, խաղում ենք, ցեմենտի վրա փոխվում ենք, հետո շինարարություններ գնում, բայց ունենք մեր Ամենի ամենասկզբից մի հատ ցեն շաճոր, կողքերը կտորով կապում ենք, փոխվում ենք, հետո մոտենում են բան, ասենք հակնում ես, կարելի է նկարվել, բան դե ասում ես մի վարքյան ինչ որ մեկը բաց չես, շորը բացում է, հետո փոխվում ես, բայց թե այդ շատ հրաշալի ճանապարհ ենք անցել միասին ու ինչքան ենք խաղացել արդեն 170 հա դե այդ հսկայական թիվ է որը որ այդ գեր ճանաչված մեր սիրելի ցանկապատ ներկայացումը այդքան ու կարծում եմ դեռ շատ կխաղանք որովհետև շատ արդիական է ու միշտ այսօրվա մոտ 2 ամիս առաջ թատերական ինստիտուտում միջազգային թատերագիտական զեկույց եղավ Շնորհակալություն Անուշ Ասլբեկյանին ներկայացրեց Անդարտ թատրոնը եւ գլխավորապես ընդգծումներ արեց ցանկապատ ներկայացման, որը տպագրվեց միջազգային տարբեր մամուլներում եւ այդպես միջազգային գիտական կոնֆերանսեր եւ Անուշը մի քանի օր առաջ ինձ ասեց, գիտես ինչ ա եղել, ինչ փաստորեն պարզվեց այն ֆորմատը, որ դու ես անում, այն գծերը հիմա ես կասեմ, սա աշխարհում համարվում է նորարարություն, նեո նատուրալիզմի եւ թատերական ուղղվածության բան նորարարություն խնդրում եմ ձևակերպենք պատենտավորենք եւ աշխարհում որպես այդպիսին գիտական էս իսկ ինչն է դա Մկոյի ասած շատ ճիշտ նշեցիք թատրոնը ստեղծվել է աշխարհում բացօթյա ամֆիթատրոններում պարզապես տարբերությունը որն է մեր բացօթյա թատրոնի եւ այն ինչ որ գիտենք այն ժամանակ նույնպես եղել է արենա եղել է բեմ եւ դերասանները խաղացել են ուղղակի պայմանականորեն ավելին մարդը կնոջ դեր խաղում կանայք չէին խաղում էին բարձր կրունկների վրա որպես մեր մոտ մեծ հաշվով չկա պայմանականություն մեր մոտ կրակ իսկական կրակը, մեր մոտ գառը իսկական գառը, մեր մոտ գյուղապետը ձիով է գալիս, մեր մոտ եւ հանդիսատեսը ոնց որ թե այսպես նայ ցանկապատից այդ տան բակից ինչա տեղի ունենում այս փոխհարաբերությունների մեջ այսքան ռեալիզմի մեջ է որևէ բան չկա մենք սենց անենք դուք հասկացեք որ սա է այսքան եւ այնտեղ էլ կար շեշտում թատրոնի եւ կինոյի միքսը դարել այս ուղղվածությունը Եվ նաև այս բարդության մեջ, հա, դուք պատկերացնում եք, մենք ունենք այս սահմանափակումը, սա մեր ձևաչափն է եւ մեր հանդիսատեսը դրա համար շատ սիրում է մեզ այդ անմիջականությունը եւ այդ ռեալիզմը եւ որևէ ձևով մենք իրանք չենք խափում։ Հա, պայմանական ինքը չի մտածում, ինքը տեսնում է հսկայական աշխարհի ամենամեծ բեմը, որովհետեւ անսահմանատարածություն է եւ նստած է հենց ուղիղ մեր դիմացը եւ տեսնում է իրական պատմություն։ Հերիք չէ որ այդ սահմանափակումը ունենք ձևաչափի մեջ։ Ես եւս մի սահմանափակում եմ մտցրել հանդարտում, որը ինձ համար շատ կարեւոր է, շատ դժվար է, բայց շատ կարեւոր է ու գնում ենք առաջ եւ ասենց հպարտությամբ ինչու՞ չէ ուզում եմ ասել Հայաստանում այն եզակի թատրոնն ենք, որի խաղացանկը միմիայն հայ գրականությունն է։ Այո, միմիայն հայ գրականությունն է, մենք արդեն 8-րդ, 9-րդ ներկայացման պրեմիերաներն ենք ունենում, շուտով էլ հրաշալի եւ խոսում ենք հայի մասին։ Խոսում ենք Ստեփան Զորյան, Աքսել Բակունց, խոսում ենք Սերո Խանզադյան, խոսում ենք Վիլյամ Սարոյան, խոսում ենք ժամանակակից մեր դրամատուրգիաների ու այդ շրջանակներում երբ որ մտածում էի անցյալ տարի մկրտիչ հետ ասում եմ լավ, բայց այս տարի ինչ պետք է բեմադրենք, որ այս սահմանափակումները կան։
ու ես լինի այս ամեն ինչը ռեալ ու պարտադիր պետք է լինի հայ հեղինակ, բայց ես ուզում եմ, որ ինքը մի քիչ տարբերվի իր ստիլիստիկայով, մի քիչ ուրիշ լինի իր ձևաչափով, որովհետև տարբեր պատմություններ, բայց այդ նույն գյուղի կամ կենցաղի էս, այտենց միաչափ հետաքրքիր, որ բացարձակ տարբեր է, միստիկ պատմություն գտանք, բացեմ փակագծերը։ Դե հա, չմոռանանք ինչի համար է։ Մենք մյուս ամսվա սկզբին կունենանք պրեմիերան Լորեցի Սակոն Հովհաննես Թումանյանի, որտեղ եթե հիշում եք, կարծում եմ բոլորը գիտեն, Լորեցի Սակոն զոհ է դառնում սնահավատությանը, տատու պատմած տեսիլքների, տատիկի պատմած, հա, չարքերի ու տեսիլքների ու դրանք անդադ աչքի առաջ գալիս են եւ ինքը դառնում է դրա զոհը։ Հիմա պատկերացրեք, վերարտադրեք։ Մենք խոսում ենք ռեալիզմի մասին, նատուրալիզմի մասին, խոսում ենք Լորեցի Սակո ու խոսում ենք այդ պատկերների։ Եվ դրանք նույնպես ռեալիզմի մեջ հայտնվելու է հանդիսատեսի առաջ եւ հասկանալու է հանդիսատեսը հենց ուղիղ իր մաշկի վրա թե ինչի համար խելագարվեց եւ ինչն էր պատճառը։ Ներկայացումը երեկոյան 10:10 է լինելու, ապահովելով նաեւ մթությունը, ապահովելով ամեն ինչ իրական լինելու այս գաղափարը եւ շատ բարդ է թե տեխնիկական եւ Սա էլ էլի շատ ծանր նյութ է, շատ եւ այն էմոցիոնալ եւ ասելիքի առումով միջև հիմա նայեք շատ մենք գնում ենք մեր հորինացի զորն ենք դառնում այնտեղ վերջի Թումանյանի այս ամբողջ ասելիքի բանը այդ որտեղ դու չես գնում ռեալի դառնում ես կողորինացի զոհը իսկ ինչու ես այդպես դառնում խինքում ընկածա Ջարոց իրական դեպք է սա եղել որը 80-ականներին 19-րդ դարի ժամանակ ինքը այդ պատմությունը լսել է եղել են կերպար է եղել ում հետ նման պատմություն է տեղ ունեցել ու հետո արդեն դարձել է պոեմ Դուք եք մարմնավորել սա այո Սակոյի կերպարը մարմնավորումը Ես վստահ եմ Գյումրեցի մկան Լորեցի Սակոյին Գյումրեցի մկան Սիրով եւ հա սրա մասին է եւ այո մենք դառնում ենք մեր տկիդության կողմից ստեղծած սնահավատության ստի զոհը հավատում ենք մի բանի որը չկա սինա եւ ինչ ենք հավատում որովհետեւ գրագետ չենք չասեմ տագետ դե այստեղ մեծի օրինակ տալ չէ իր մեծ նանից է լսել այդ ամենը փաստորեն մեծից այդ վախը փոխանցվել է փոքր տարիքում այդ ամենը լսել է ու այդ ամենը իր մեջ այնքան է այդպես տեղ գտել իր ուղեղի մեջ որ հետագայում արդեն դառնում է իր համար խելագարության թեմա իրականում թատրոնը մեծ բաներ կարող է փոխանցել մեծ հաղորդագրություններ որը դա պետք է անենք յուրաքանչյուրս անենք ու նաև իմանանք ինչ ենք անում պարզապես օրինակ ցանկապատի ավարտի հետ կապված մեզ մեծ վեճ եղավ ստեղծագործական ես կողմնակից էի որ սառը ցնցուղ լիներ չէ մեզնից որոշ մեր մասնակիցներից որ պետք է ինչ-որ բարի հույս հավատով ավարտվի այո ինչպես միշտ ինչպես բարին հաղթում է բայց ցավոք երբ է բարին հաղթել էլի չի լինում նման բան կյանքում պարզապես այդ ինչ-որ բան է դրական ինչ-որ բան է մոտեցումը որ վերջում դա բան է happy end ամերիկյան մոտեցում ես օրինակ կողմնակից եմ եվրոպական կինոյի որտեղ տղեն կարող է մեռնել վերջում ու դա կյանքում այո իհարկե լինում է ու այս ցանկապատի հետ կապված էլի ահավոր դες մի կես ժամանոց լավ վեճեր ես կողմնակից էի որ ինքը լինի սառը ցնցուղ որովհետև գալիս են հա դե ինչ բան հա բան եղավ հա դե մեկը վերջում բարին հաղթում է մի հատ բան կանես կաղոթես ու կփրկվես բայց չէ ախր կյանքում նման բան չի լինում հանգուցալուծումը այնպես է լինում որ տեսակ ինչ եղավ ու
մեր Մկրտիչ Արզումանյանի ասացի համաձայն այդ ծառը ցնցուխը պետք էր ու որ չասել, հա, էս եղավ, բայց տեսեք վերջում բարիշեցին Բայց աշխատում է, չէ՞, այսինքն նաև մոտենում ասում են, բայց հույս չտվեցիք, բան, բայց իրականում հույս կա, երևի։ Հույս կա։ Վերջում Սայանից մի փոքրիկ մեր կերպարներից մեկը, որը Արուսնա Գրիգորյան խաղում, պոետիկ ինչ որ խենթ աղջկա, որը այս 4 կերպարների մեջ միակ ինտելեկտուալ, միակ ամենաադեկվատ եւ գլուխ կարդալ SSS, բայց ամենից խաղում դա եւ Նաև դա էլ գծել Բայց իրականում ամենաառողջն է իրենց որովհետև այսօր հասարակության մեջ երբ որ մի առողջ բան ասում ես քեզ գժի տեղ են դնում այսպես նմանատիպ մի հատ զուգահեռ կար տարված եւ իր ենթատեքստի մեջ Սայանից Միրաշալի քարյակա հնչում որտեղ շեշտադրում է որ միևնույնն է երկիր դու Աստծո տվածնես դու ապրելու ես ինչքան էլ քո մեջ ապրողները սենց բաների մեջ լինեն սա է եւ դրա մեջ այսպես մի չասեմ լույսի կամ բանի, այլ այն որ հավատանք որ պետքա լինի, այս չանենք որ այն լինի, այս չանենք որ այն լինի ինչ որ Սահյանը ասում է։ Դե պարզապես իրականում ուզում եմ մեր հանդիսատեսին դիմել շատ մեծ ցանկություն կա որ ուշադիր լինեն բոլոր մեր ներկայացումներին, որովհետև այս արհեստական բանականության մեծ քայլերով առաջ գնալու հետ մեկտեղ մեռնում են նաև շատ արվեստի ճյուղեր ու կարելի է արդեն ձեռք քաշել այդ ամենից, բայց թատրոնը կմնա ու թատրոնը այն կենթանի արվեստի ճյուղն է, որը որ չի կարելի փոխել արհեստական բանականությամբ, այնպես որ եկեք մեր ներկայացումներին սիրելի հանդիսատես, մենք իսկապես շատ երկար մտածում ենք, թե ձեզ համար այս անգամ ինչ փոխանցենք ու այդ ինչքան երկար ենք մտածում, այնքան ավելի լավ ներկայացում ենք մատուցում, այդպես ցանկությունս այդ է, որ ուշադիր լինեք մեր յուրաքանչյուր ներկայացման ներկայացումների նկատմամբ։